Բոլոր դարաշրջաններին բնորոշ են թե վերելքները և թե անկումները, սակայն յուրաքանչյուր դարաշրջանում այն տեղի է ունենում յուրովի։ Միջնադարյան Հայաստանի վերելքը կապված է հին և փառավոր Բագրատունիների տոհմի հետ։ Միջնադարյան Հայաստանը և նրա հոյակերտ մայրաքաղաք Անին ծնունդ է առել արյունալի ճակատամարտերում։ Հայերը մեծ քաջություն ու արիություն են ցուցաբերել, պայքարելով հայոց երկրի յուրաքանչյուր ամրոցի ու ժայռի համար։ Այսօր մենք կտեղափոխվենք Անի Շիրակի վերջին թագավորի իրականություն։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր կխոսենք մեր պատմության ամենակարևոր շրջաններից մեկի Բագրատունիների թագավորության անկման և աշխարհը փոխած աշխարհաքաղաքական իրավիճակի մասին։ Բաժանորդագրվեք ալիքին, տարածեք թողարկումը, նպաստելով կարևոր բովանդակության տարածմանը։ Իսկ մենք սկսենք։ Հզոր Բյուզանդիան լոկ պետություն չէր, այլ Հռոմի կենդանի ստվերը, նրա վերջին և ամենակատարելագործված ձևը։ Կայսրություն, որը ապշեցնում էր թե արևմուտքին և թե արևելքին։ Աստվածաբանություն, լեգիոններ, ոսկի, Կոստանդնուպոլսի մարմար, ինտրիգներ և քաղաքական չոր հաշվարկներ։ Ունախոս հռոմեացիներ, քրիստոնյաներ, որոնք 451 թվականին Քաղկեդոնի ժողովում իրենց իրավունք վերապահեցին որոշելու, թե քրիստոնեական որ ուսմունքն է ճշմարիտ և որը ոչ։ Բայց կայսրությանը միայն կարգ ու կանոն ու հզորությունը չէր, որ բնորոշ էր։ Ամենուր թևածում էր հպարտությունը, այն մահացու մեղքը, որը վաղ թե ուշ կործանում է ամեն ինչ և ամենքին։ Արևելյան սահմաններում, լեռնաշղթաներից և սարահարթերից այն կողմ, ապրում էին հայերը, որոնք երբեք բյուզանդական աշխարհի մաս չդարձան, ոչ հոգևոր և ոչ էլ քաղաքական առումով։ Քրիստոնյա ժողովուրդ, որն ընդունել էր քրիստոնեությունը կայսրությունից ավելի վաղ, բայց հրաժարվում էր ընդունել վերջինիս աստվածաբանական պարտադրանքը ու վարչական գերակայությունը։ Այդ քրիստոնյա երկրի մայրաքաղաք Անին, 1001 եկեղեցիների քաղաքը, ավելին էր, քան պարզապես քաղաք։ Դա այլ քրիստոնեական աշխարհի խորհրդանիշն էր՝ քարքրոտ, հզոր և անկախ։ Անին ապրում էր իր կյանքով, կառուցում էր, աղոթում ու պայքարում մարտահրավեր նետելով բյուզանդական վարչական մոդելին։ Կոստանդնուպոլսի համար սա անընդունելի էր։ Տարերն անցնում էին, սակայն հայերն այդպես էլ մնում էին անցանկալի նրա հեռավոր սահմաններում։ Տասնմեկերորդ դարի կեսերին Կոնստանդնուպոլսի կայսրն էր Կոնստանտին 9-րդ Մոնամախոսը, մարդ, որը կատարելապես մարմնավորում էր կայսրության խորհրդանիշը։ Նրան խորթ էր մարտիկի կենսակերպը, նա պալատական էր, կայսր, որ սիրում էր շքեղություն, նրբահամ գինիներ և անվերջ տոնակատարություններ։ Նրա ձեռքերը սովոր էին ոչ թե սուր, այլ գին ու գավաթ բարձրացնել։ Ասում են, նրա օրոք գանձարանը ավելի արագ դատարկվում էր, քան լցվում, իսկ գեղեցիկ կանանց ազդեցությունը անհամեմատ ավելին էր, քան զորավարներինը։ Բայց այնուամենայնիվ, նա սառը և հաշվենկատ մարդ էր։ Հպարտ Մոնամախոսը սիրում էր ոչ միայն շքեղություն, այլև փառք։ Նրա սիրտը անսահման փառք էր ուզում, և նա վերջիվերջո փառավորվում է, բայց ինչպես։ Մոնամախոսը կենտրոնացած էր Հայաստանի վրա։ Հենց Հայաստանի միջոցով էր նա տեսնում իր փառամոլության անհագ ցանկության բավարարումը։ Սակայն ինչպես։ Կոստանդնուպոլսի իր օթյակում, խճանկարների և ոսկու մեջ, Կոնստանտին 9-րդ Մոնամախոսը ձեռքերի մեջ էր առել մի մագաղաթ, բարակ և դեղնացած, սակայն ծանր ցանկացած թագից։ Դա Հովհաննես Սմբատ թագավորի կտակն էր, մի փաստաթուղթ, որով հայոց թագավորությունը դառնում էր կայսրության սեփականությունը։ Սակայն ինչու նա ստորագրեց իր դատավճիռը։ Եկեք երկու տասնամյակ ետ գնանք, 1020-ականների սկիզբ։ Այդ ժամանակ սահմանային պետությունների ճակատագրերը որոշվում էին ոչ միայն սրով, այլև բյուզանդական ներքին հակամարտություններում ճիշտ կողմի ընտրությամբ։ Հայոց Հովհաննես Սմբատ թագավորը հայտնվել էր այնպիսի իրադարձությունների կիզակետում, որը իր մեծ մասշտաբների պատճառով դուրս էր նրա վերահսկողությունից։ Բյուզանդիայում կատաղի պայքար էր ընթանում կայսրական իշխանության և ապստամբ ազնվականության միջև։ Աղթողը Բարսեղ II-ն էր, որը պատմության մեջ հայտնի է Բուլղարասպան անվամբ, երկաթե կամքի տեր մարդ և անողոք իր թշնամիների նկատմամբ, ով երբեք զիջումների չէր գնում։ Այդ ժամանակահատվածում հայ թագավորները մանևրում էին։ Ոմանք աջակցեցին ապստամբներին, ոմանք սպասեցին իրենց ժամանակին,
Ոմանք էլ սխալվեցին իրենց հաշվարկներում։ Հովհաննես Սմբատը նրանց թվում էր, ում քաղաքական խաղադրույքը չարդարացավ։ Ապստամբությունների ճնշումից հետո կայսրության ուշադրությունը բնականաբար ուղղվեց դեպի արևելյան սահմանամերձ շրջաններ։ Հովհաննես Սմբատի դիրքը չափազանց խոցելի էր։ Նրա իշխանությունը թուլացել էր ոչ միայն արտաքին ճնշման, այլև ներքին ճգնաժամի հետևանքով։ Նրա եղբայրը Աշոտ Դ. Քաջը վերահսկում էր բանակը, վայելում էր հեղինակություն եւ ուներ իրական ռազմական աջակցություն։ Անեի թագավորությունում ձևավորվեց փաստացի երկակի իշխանություն, որտեղ արքայական թագն այլևս բացարձակ իշխանություն չէր երաշխավորում։ Այս պայմաններում Հովհաննես Սմբատը կայացրեց մի որոշում, որը թելադրված էր քաղաքական գոյատևման տրամաբանությամբ, կամ գուցե նույնիսկ եղբոր նկատմամբ խանդիմի դրսևորում էր։ Նա կազմեց մի փաստաթուղթ, համաձայն որի իր մահից հետո Անեի թագավորությունը պետք է անցներ Բյուզանդիայի տիրապետության տակ։ Դա այդ պահի կապիտուլյացիայի ակտ չէր։ Ընդհակառակը, կտակը թույլ էր տալիս թագավորին պահպանել գահն իր կենդանության օրոք, խուսափել անհապաղ ռազմական միջամտությունից եւ կայսրության կողմից ստանալ ժամանակավոր երաշխիքներ։ Այսպես, մեկ կառավարչի անձնական որոշումը դարձավ ապագա անեքսիայի, բռնակցման իրավական հիմքը։ Հավանաբար, Հովհաննես Սմբատը իր կատարած այդ ընտրությունը չէր ընկալում որպես պետության մահվան դատավճիռ։ Նա դրանով փորձում էր լուծել այս րոպեական խնդիր, պահպանելով կարգուկանոնը, իշխանությունը եւ թվացյալ այդ րոպեական փխրուն խաղաղությունը։ Այդ իրավիճակը չափազանց նման է մեր ներկայիս իրականությանը, երբ ամեն ինչ զոհաբերվում է թվացյալ խաղաղության համար։ Սակայն որպես կանոն, պատմության մեջ մնում են ոչ թե դրդապատճառները, այլ արձանագրված հետևանքներն ու արդյունքները։ Կտակը միանգամից չվերացրեց հայկական տիրապետությունը, բայց դանդաղ գործողության ռումբ դրեց նրա տակ։ Տարիներ անց, երբ Անիում գահ բարձրացավ Գագիկ II եւ փորձեց ուժով վերականգնել ինքնիշխանությունը, հենց այս փաստաթուղթն էր, որ դարձավ Բյուզանդիայի գլխավոր փաստարկը։ Այսպես, իրավիճակային եւ անհեռատես որոշումը վերածվեց ռազմավարական մեծագույն սխալի, որի կործանարար հետևանքները շատ ավելի երկարաժամկետ ազդեցություն ունեցան։ Կոնստանտին կայսր համար հայոց թագավորության հպատակեցումը դարձել էր յուրատեսակ մի նպատակ։ Հովհաննես Սմբատ թագավորի մահից հետո Անիում թագավորեց Գագիկ II։ Լինելով երիտասարդ, իրեն բաժին ընկած ճակատագրի ծանրությամբ պայմանավորված, նա շատ թագավորներից ավելի հասուն էր։ Նրա հայրը Աշոտ Դ. Քաջն էր, այն թագավորի եղբայրը, ով ստորագրել էր ճակատագրական կտակը։ Երկու եղբայրներ, նրա հայրն ու հորեղբայրը, գրեթե միաժամանակ մահացան, երիտասարդին թողնելով ծանր ժառանգություն։ Պետությունը մասնատված էր, Բյուզանդիան Անին համարում էր արդեն իր նահանգը։ Ներքին հավասարակշռությունը խաթարված էր, Անիի հենց սրտում հասունանում էին անհանգստությունները։ Թագավորի երիտասարդ տարիքը նա ընդամենը 16 տարեկան էր, նրա խոցելի տեղն էր։ Քաղաքականապես հասունանալու եւ քաղաքական կշիռ հավաքելու համար նա բավարար ժամանակ չէր ունեցել, բայց նա իր հորից Աշոտ Քաջից ժառանգել էր ամենակարևորը՝ դիմադրության կամքը։ Նա գիտակցում էր, որ ինքը հայկական լեռնաշխարհում հայ ինքնության կենթանի պատվարն է։ Նա որոշեց մերժել Բյուզանդիային, իսկ դա նշանակում էր պատերազմի ձեռնոց նետել։ Եվ այսպես 1040-ականների սկզբներին պատրանքները փշրվեցին։ Փոխզիջումն անհնար էր։ Բյուզանդիան որոշեց դիվանագիտական ճնշումից անցնել արյունահեղության։ Այս առումով առանձնահատուկ դեր խաղաց փորձառու զորավար հայոց սպարապետ Վահրամ Փահլավունին, ծեր առյուծ, հզոր տոհմի առաջնորդ, ով ծառայել էր Գագիկ II թագավորի պապին։ Եթե երիտասարդ Գագիկ II-ը պատերազմին խորհրդանիշ էր, ապա 70-ամյա զորավար Փահլավունին նրա հենարանն էր։ Բախումը տեղի ունեցավ Անիի պարիսպների մոտ, Ախուրյան գետի ափին։ Բյուզանդացիները հույս ունեին, որ իրենց դրոշների միայն տեսքը կկոտրի հայերի կամքը, սակայն փորձառու զորավար Վահրամ Փահլավունին հրաժարվեց լինել պաշտպանվող կողմ։ Նա թույլ տվեց նրանց մոտենալ, զգալ, որ վերահսկողությունը ամբողջությամբ իրենց ձեռքում է, եւ ապա հարվածեց։ Արձակումը սկսեց Այրուձին, հայկական հեծելազորը։ Երկաթե զրահով հեծյալները խոյի նման բախվեցին բյուզանդացիների շարքերին։
Դա ճակատամարտ չէր, այլ իսկական կոտորած։ Ըստ տարեգրության, Ախուրյան գետի ջրերը կարմրեցին բյուզանդացիների արյունից։ Այս պարապետը ոչ մեկին չխնայեց։ Տասնյակ հազարավոր զինվորներից բաղկացած կայսրական բանակն այլևս գոյություն չուներ որպես մարտական ստորաբաժանում։ Սա մեծ հարված էր Կոստանդնուպոլսի և անձամբ հպարտ կայսր Մոնամախոսի համար։ Փառքի փոխարեն նա ստացավ նվաստացում։ Բայց ավաղ հայ զինվորների հաղթանակը ժամանակավոր էր։ Պահլավունու հաղթանակը Անիի պարիսպների մոտ Բագրատունյաց Հայաստանի վերջին մեծ ռազմական հաղթանակն էր։ Անկախ պետության կարապի երգը։ Մի քանի տարի անց քաղաքն ընկավ, բայց ոչ թե սրով, այլ դավաճանությամբ։ Ախուրյան գետի մոտ բյուզանդական զորքերի պարտությունից հետո սկսեց թվացյալ հանգիստ շրջանը։ Մարտերը դադարեցին, բայց դա չէր նշանակում, որ կայսրությունը հրաժարվեց իր նպատակներից։ Ընդհակառակը, Կոստանդնուպոլսում անելով հետևություններ, գիտակցեցին, որ Անիի վրա ռազմական ճնշումը ապարդյուն է և ոչ նպատակահարմար ռազմավարական տեսանկյունից։ Կոնստանտին 9-րդ Մոնամախոս կայսրն այլ ուղի ընտրեց։ Եթե քաղաքը հնարավոր չէր գրավել ուժով, ապա նրան պետք է տիրել այլ միջոցներով, բանակցությունների և տեղի վերնախավի վրա ազդեցության միջոցով։ Ռազմական արշավանքը դադարեցվեց, սկսվեց դիվանագիտական ճնշման շրջանը։ Անի ժամանեց բյուզանդական դեսպանությունը։ Նրա առաքելությունը վերջնագիր ներկայացնելը չէր։ Հպարտ Բյուզանդիան մեծ հարգանքով ներկայացավ հայոց թագավորին։ Նրանք քննարկեցին խաղաղության հարցը, համաձայնեցրին թագավորության կարգավիճակը և հաստատեցին հայոց թագավորի իշխանությունը բյուզանդական համակարգում։ Գագիկ II-ին առաջարկվում էր մեկնել Կոստանդնուպոլիս կայսր հետ անձամբ բանակցելու համար։ Մաթեոս Ուրհայեցու ժամանակագրությունը վկայում է, որ թագավորը երկար ժամանակ հրաժարվում էր լքել Անին։ Նա լավ հասկանում էր, որ Կոստանդնուպոլիս գնալը այդ ժամանակ մեծ ռիսկ էր պարունակում։ Արքայի մերժումը բարդեցրեց Բյուզանդիայի ծրագրերը։ Այս պայմաններում ներքին գործոնները սկսեցին ավելի ու ավելի կարևոր դեր խաղալ։ Արքայի շրջապատում կար ազդեցիկ իշխանների և հոգևորականների մի խումբ, որը հակված էր կայսրության հետ փոխզիջման։ Նրանց դիրքորոշումը հիմնված էր ոչ այնքան թագավորի նկատմամբ թշնամանքի, որքան քաղաքական մոտեցումների վրա։ Նրանք թերահավատ էին, որ հայկական թագավորությունը կարող է գոյություն ունենալ առանց Բյուզանդիայի վերահսկողության։ Բյուզանդամետների շարքում աղբյուրները վկայակոչում են իշխան Վեստ Սարգսին և զարմանալիորեն նաև հայոց կաթողիկոս Պետրոս I գետադարձին։ Նրանց տեսանկյունից կայսրությանն ինտեգրվելը դիտվում էր որպես կարգ ու կանոն պահպանելու և կործանումից խուսափելու միջոց։ Հենց նրանք էին, որ համառորեն համոզում էին թագավորին ընդունել կայսր հրավերը, ընդգծելով անձնական բանակցությունների կարևորությունը։ Աղբյուրների հաղորդմամբ Գագիկ II-ին տրվել են հավաստի երաշխիքներ իր բացակայության ժամանակ անվտանգության և իշխանության պահպանման վերաբերյալ։ Մատենագիրները ընդգծում են կաթողիկոսի հոգևոր հեղինակության առանցքային դերը այս գործընթացում, քանի որ միջնադարում թագավորի համար նման երաշխիքներ ունեին ոչ միայն քաղաքական, այլ նաև սակրալ նշանակություն։ Պատմագիրներն այս դրվագը տարբեր կերպ են մեկնաբանել։ Որոշ տարեգիրներ հետագա իրադարձությունների համար պատասխանատվությունը դրել են եկեղեցական և աշխարհիկ պաշտոնյաների վրա, մինչդեռ մյուսները մատնանշել են իրավիճակով պայմանավորված օբյեկտիվ ճնշումները և թագավորի հեռանալուց հետո վերահսկողության աստիճանական կորուստը։ Ամեն դեպքում հենց այդ պահին է կայացվել մի որոշում, որի հետևանքները հետագայում անդառնալի եղան։ Հայոց Գագիկ II թագավորը համաձայնեց մեկնել Կոստանդնուպոլիս։ Թագավորի հեռանալուն պես վերահսկողությունն անցավ ազնվականության և հոգևորականության ձեռքը։ Քաղաքում վերնախավի ներսում հասունացավ բախում։ Բյուզանդամետ ազնվականությունը սպասում էր քաղաքի վերահսկողությունը ստանձնելու հարմար պահի։ Կոստանդնուպոլիս նամակ ուղարկվեց, որով հաստատվում էր քաղաքը կայսրությանը հանձնելու իրենց պատրաստակամությունը։ Նամակի հետ մեկտեղ հանձնվեցին նաև Անիի դարպասների բանալիները, կապիտուլյացիայի և իշխանության ճանաչման ավանդական խորհրդանիշը։ Այդ գործողությունը վճռորոշ էր։ Իրավական առումով հենց այդ պահից վերջ դրվեց Անիի թագավորության ինքնուրույն գոյությանը։ Կայսրության մայրաքաղաքում Գագիկ II-ին ընդունեցին պատվով և պատշաճ կերպով, սակայն նրա դրությունը արագորեն վերածվեց պատվավոր պատանդի կարգավիճակի։ Նրա ազատությունը սահմանափակվեց, բանակցությունները վերածվեցին վերջնագրի։
Կայսրը պահանջեց, որ նա հրաժարվի գահից, տիտղոսների և ունեցվածքի դիմաց։ Երիտասարդ հայ թագավորը հրաժարվեց։ Նա անզիջում էր։ Բյուզանդացիների սպառնալիքներն ու ճնշումները չկարողացան ընկճել հայ թագավորին։ Այդպես շարունակվեց մինչև այն պահը, երբ նրան տեղեկացրին, որ Անիի վերնախավը ինքն է հանձնել բանալիները և ճանաչել բյուզանդական իշխանությունը։ Սա տապալեց երիտասարդ և վեհ թագավորին։ Նա պատրաստ էր կռվելու։ Կռվեց և հաղթեց։ Մեկնեց անկանխատեսելի և վտանգավոր բանակցությունների, չհրաժարվեց իշխանությունից անգամ գերու կարգավիճակում, բայց չկարողացավ հաղթահարել դավաճանությունը։ Գագիկ II-ը հրաժարվեց գահից 1045 թվականին, դառնալով առաջին հերթին սեփական վերնախավի դավաճանության, ապա բյուզանդական փորձառու դիվանագիտական մեքենայի զոհը։ Բյուզանդական բանակը ջախջախած Գագիկ II-ը իշխանությունը զիջեց նրանց, ում դեռ վերջերս էր խեղդել Ախուրյանի ջրերում։ Այնուամենայնիվ, բյուզանդացիներին անհրաժեշտ էր նոր ու հզոր բանակ հայոց թագավորությունում կարգ ու կանոն հաստատելու համար։ Սա ենթադրում էր, որ վերնախավի շրջանում ոչ բոլորն էին հաշտ ստեղծված իրավիճակի հետ։ Կարևոր է նշել, որ հայոց կաթողիկոսի ճակատագիրը, ով չէր հավատում հայոց թագավորության անկախ գոյությանը, ով չէր հավատում հայ ժողովրդի անկախ ուժին, դարձավ ուսանելի։ Անիի Բյուզանդիայի տիրապետության տակ անցնելուց հետո հայ առաքելական եկեղեցու և նրա առաջնորդի դիրքերը հիմնովին փոխվեց։ Կաթողիկոս Պետրոս առաջին գետադարձը, որը կարևոր դեր էր խաղացել բանակցություններում և անցումային գործընթացում, հայտնվեց նոր իշխանության կառուցվածքի կենտրոնում։ Թագավորության բռնակցումից հետո Պետրոս առաջին գետադարձը հրավիրվեց Կոստանդնուպոլիս։ Ըստ աղբյուրների, նրան ընդունել են պատվով։ Այս ընդունելությունը խորհրդանշական էր։ Բյուզանդիան ցույց տվեց, որ Անիի հանձնումը տեղի է ունեցել ոչ թե բռնության միջոցով, այլ տեղի հոգևոր վերնախավի մասնակցությամբ։ Սակայն այս փուլում արդեն իսկ պարզ էր, որ հայոց կաթողիկոսի դերը նոր համակարգում կլինի սահմանափակ։ Կայսրությանը նրա վերադարձը Անիի որպես քաղաքի փաստացի հոգևոր առաջնորդ անընդունելի էր։ Բյուզանդիայի համար անկախ թագավորության նախկին մայրաքաղաքում ուժեղ, ինքնավար կաթողիկոսի ներկայությունը պոտենցիալ վտանգ էր։ Պետրոս գետադարձի նստավայրը ընտրվեց Սեբաստիան, ներկայիս Սիվասը։ Կաթողիկոսը պահպանեց իր բարձր սոցիալական կարգավիճակը, ֆինանսական ապահովությունն ու ճանաչումը, բայց ֆիզիկապես հեռացված էր իր հոտից և հայ կյանքի հիմնական կենտրոններից։ Մայրաքաղաքի կորստից հետո հայ առաքելական եկեղեցու վիճակը զգալիորեն բարդացավ։ Բյուզանդիայի տիրապետության տակ գտնվող տարածքներում ուժեղացան ճնշումներն ու քաղաքեդոնականության օգտին քարոզչությունը։ Սա ժողովրդի և իշխանների շրջանում ավելի մեծ պառակտում առաջացրեց։ Ժողովուրդը կորցրեց իր թագավորին և կաթողիկոսական աթոռը։ Շատ հայերի համար սա պատվազրկում էր։ Բյուզանդացիների նկատմամբ ատելությունը էլ ավելի էր խորանում։ Հայաստանում կաթողիկոսի բացակայությունը թուլացրեց եկեղեցին։ Կաթողիկոսության կենտրոնը դարձավ շարժական, փաստացի զրկված լինելով կայուն տարածքային հենքից։ Այս առումով Պետրոս գետադարձի ճակատագիրը արտացոլում է ավելի լայն պատկեր։ Հայոց թագավորության անկումից հետո հայ առաքելական Սուրբ եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնավարության կորուստը։ Պետրոս առաջին գետադարձը Անիի անկումից հետո մոտ 13 տարի ապրել է Սեբաստիայում և մահացել 1058 թվականին։ Պետրոս առաջին գետադարձը չպահպանեց ոչ ինստիտուցիոնալ հիշողությունը, ոչ էլ այն ազդեցությունը, որ կարող էր ունենալ Անիի անկախ թագավորության պարագայում։ Սա պարզապես մեկ մարդու ճակատագրի մասին չէ, այլ արտահայտում է համընդհանուր իրավիճակը, քանի որ Անիի անկումից հետո փաստացի հայկական անկախ ինստիտուտները անհետացան։ Հետաքրքիր է, Պետրոս գետադարձը այդ ժամանակաշրջանում ինչ է զգացել։ Նա զղջում էր իր որոշումների համար, թե ոչ։ Թերևս սա միայն Աստծուն է հայտնի։ 1045 թվականին, երբ Գագիկ II-ը գահից հրաժարվեց և թագավորությունը վերջնականապես անցավ բյուզանդական տիրապետության տակ, աղետի մակարդակը դեռևս չէր գիտակցվում, քանի որ քաղաքը չէր ավերվել։
Անին պահպանեց իր տնտեսական եւ ժողովրդագրական նշանակությունը, մնալով որպես Արևելքի կարևոր քաղաք։ Սակայն այս բարգավաճման շղարշի հետևում սկսվեց անդառնալի մի գործընթաց, որը շուտով հանգեցրեց ողբերգության ոչ միայն հայերի, այլ նաև Բյուզանդիայի համար։ Մայրաքաղաքից մինչև ծայրամասեր Կոնստանտին 9-րդ Մոնամախոս կայսր քաղաքականությունը ուղղված էր նոր նահանգի աստիճանական դեգրադացմանը։ Անին զրկվեց սակրալ կենտրոնի կարգավիճակից եւ վերածվեց կայսրական հարկային համակարգում հարուստ, բայց սովորական մի միավորի։ Իշխանությունն անցավ Կոնստանդնուպոլսից նշանակված կառավարիչներին։ Այստեղ ի հայտ եկավ կառավարման առաջին մեծ խնդիրները։ Առաջինը Միքայել Յասիտն էր, գործիչ, որը դարձավ բյուրոկրատական կաշառակերության խորհրդանիշը։ Սահմաններն ամրապնդելու փոխարեն նա զբաղված էր անձնական հարստացմամբ, կրճատելով ռազմական ծախսերը։ Նա արհամարհանքով էր վերաբերվում հայերին ու եկեղեցուն։ Թագավորության անկման ամենաճակատագրական քայլը ազգային պաշտպանության կազմաքանդումն էր։ Մինչև 1045 թվականը թագավորության անվտանգությունը ապահովում էր տեղական ազնվականությունը, թագավորական գունդը, ինչպես նաև այրուձին։ Սա Բագրատունիների դարերով եկած պաշտպանական համակարգն էր։ Կոնստանտին Մոնամախոսը ռազմավարական սխալ թույլ տվեց։ Վախենալով հայերի վրեժ խնդրությունից, նա լուծարեց հայկական բանակը։ Տարբեր աղբյուրների համաձայն 30,000-ից 50,000 մարդ։ Նրանց փոխարեն Անիի պարիսպները սկսեցին պաշտպանել վարձկանները, օտարներ, որ պարգևներ էին ստանում, բայց պատրաստ չէին մեռնել օտարի հայրենիքի համար։ Տեղի բնակչության մասնակցությունը պաշտպանությանը պաշտոնապես բացառված էր։ Անիի բռնակցումը ուղեկցվում էր կոշտ ֆինանսական ռեֆորմներով։ Բնակչությունն անցավ դրամական հարկի, Անին դարձավ կայսրության դոնոր։ Ոսկին, որը դարեր շարունակ ծախսվել էր հայկական ամրոցներ կառուցելու եւ ամրացնելու վրա, այժմ ազատորեն հոսում էր դեպի Կոնստանդնուպոլիս։ Հոգևոր օտարացման հետևանքով քաղաքը զրկվեց ոգեղենությունից։ Թագավորության անկման եւ կաթողիկոսի տարեգրման հետ մեկտեղ հայ եկեղեցին կորցրեց իր հենարանը։ Բյուզանդիան սկսեց քաղաքեդոնականության մեղմ, սակայն համառ ընդլայնումը։ Հույն քահանաներ հայտնվեցին հայկական տաճարներում եւ սկսեցին դոգմատիկ բանավեճեր։ Սա հանգեցրեց սոցիալական պառակտման։ Անի բնակիչները քաղաքն այլևս իրենցը չէին համարում։ Անիի անկումը միայն 1045 թվականին տեղի ունեցած աղետը չէր, այն փաստացի 20-ամյա գործընթացների հետևանքն էր, որի ժամանակաշրջանում Բյուզանդիան հետևողականորեն կազմաքանդում էր արևելյան սահմանը պաշտպանող իր վահանը։ Բնականաբար, Բյուզանդիան հետագայում զղջում է սրա մասին։ Կապադովկիայի լեռները հայերի համար օտար չէին, սակայն Գագիկ II-ը, Աշոտ քաջի որդին, Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի պատմության մեծագույն տոհմերից մեկի ներկայացուցիչը, չկարողացավ հաշտվել նման ճակատագրի հետ։ Դա նվաստացում էր։ Գագիկ II-ը այն թագավորներից չէր, ովքեր գոհանում էին մեծ տիտղոսով եւ հարմարավետ ճոխ կյանքով։ Հայկական թագավորության անկումը դարձավ նրա անձնական ողբերգությունը, որը նա եւ լեռներում գտնվող իր հավատարիմ կողմնակիցները մեծ դժվարությամբ էին տանում։ Սա այն ժամանակաշրջանն էր, երբ բյուզանդական եկեղեցու հետևորդները, քաղաքեդոնականները չարախնդում ու ցնծության մեջ էին, որ իրենց համար այդքան անցանկալի քրիստոնյաների դատաստանը վերջապես տեսան։ Նրանք ծաղրում ու վիրավորանքներ էին հնչեցնում հայերի հասցեին, միաժամանակ շարունակ ուղղելով արհամարական եւ հեգնական հարցեր, թե որտեղ է ձեր եկեղեցին, որտեղ է ձեր թագավորը եւ ինչ է պատահել ձեր թագավորության հետ։ Արևան Կեսարիայում կառավարում էր հույն մետրոպոլիտ Մարկոսը։ Լինելով ծայրահեղ հայատյաց եւ որպես գերակա ուսմունքի ներկայացուցիչ, նա ատում էր հայոց հավատքը եւ ոչ մի առիթ բաց չէր թողնում աքսորիալներին նվաստացնելու համար։ Շուտով լուրեր սկսեցին տարածվել ամբողջ Կապադովկիայում, թե մետրոպոլիտ Մարկոսը ձեռք էր բերել մի հսկայական շուն եւ նրան անվանել հայ։ Երբ մետրոպոլիտը հյուրեր էր ընդունում, շանը կանչում էր ասելով «Արի այստեղ հայ»։ Նրան ոսկորներ նետում եւ ծիծաղում, ցույց տալով, որ հայ ժողովուրդը, ինչպես այս շունը, ստեղծվել է միայն կայսրության վրա պոչը թափահարելու համար։
Վերջին Բագրատունու Գագիկ II-ի համար սա անձնական ծայրահեղ վիրավորանք էր։ Այս պատմությունը ողբերգական ավարտ ունեցավ մետրոպոլիտ Մարկոսի համար։ Գագիկ II-ը գտավ նրան, իր մարդկանց հրամայեց նետել նրան պարկի մեջ, իսկ հետո այնտեղ նետեց նաև նրա սեփական գազազած շանը։ Որոշ ժամանակ անց մետրոպոլիտ Մարկոսը կենթանի հոշոտվեց իր շան կողմից։ Սա յուրատեսակ վրեժխնդրության դրսևորում էր Գագիկ II-ի կողմից, ով որևիցե կերպ այդպես էլ չհամակերպվեց նվաստացմանը։ 1045 թվականին Անիի բռնակցումը կարճաժամկետ քաղաքական եւ վարչական օգուտներ տվեց Բյուզանդիային։ Կայսրությունը վերացրեց անկախ հայկական թագավորությունը, ընդլայնեց իր արևելյան սահմանները եւ վերահսկողություն սահմանեց կարևոր առևտրային ու ռազմավարական կենտրոնների նկատմամբ։ Բյուզանդական քաղաքական եւ վարչական տրամաբանության տեսանկյունից սա հաջողված եւ ռացիոնալ գործողություն էր, որն իրականացվեց առանց երկարատև պատերազմի։ Անիի թագավորության կորուստը նշանակում էր քրիստոնեական ինքնավար քաղաքական միավորի վերացում, որը տասնամյակներ շարունակ որպես բուֆերային գոտի էր ծառայել Բյուզանդիայի եւ Արևելքի միջև։ Հայաստանի համար դա պետականության կորուստ էր հայկական լեռնաշխարհում։ Բյուզանդիայի համար դա Արևելքի դեմ պաշտպանության համար պատասխանատու կարևոր կազմավորման վերացում էր, որը մշտապես իր վրա էր կրել հարձակման հիմնական հարվածը։ Թվում է, թե սրանով ամեն ինչ ավարտվում է։ Բագրատունիների տոհմը ընդհատվեց։ Գագիկ II-ի մահվան ականատեսն էր նաև նրա մտերիմ ընկերներից մեկը՝ Ռուբենը։ Նա չէր հաշվում ստեղծված իրավիճակի հետ եւ որոշեց իր կյանքը նվիրել հայոց պետականության վերականգնմանը եւ Բյուզանդիայի դեմ վրեժխնդրությանը։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Արդյոք սելջուկները կկարողանային հաղթել Մանասկերտի ճակատամարտում, եթե Բյուզանդիան չլիներ այդքան անհեռատես Գագիկ II Բագրատունու հարցում։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը։ Եղեք ոգով ուժեղ, մինչ նոր հանդիպում։